Հանրային համերաշխություն են ուրեմն ուզում ձևավորել նաև ապօրինի գույքի շուրջ։ Ոնց որ այն ժամանակ էր։ Մենք համերաշխ էինք, կներեք, բոլորս էլ համերաշխ էինք, որ դե Քոչարյանն է, բա ոնց ունեցվածք չունենա, դե Ծառուկյանն է, բա հարուստ պետք է լինի, դե Սերժ Սարգսյանն է, բա հարուստ պետք է լինի։ Այս համերաշխությունն են ուզում վերականգնել։ Մի հատ էլ ընդդիմադիրներից Քոչարյանի դաշինքից մեկը եկել է, ասում է. Ինչու եք ապօրինի գույքը մահակ դարձրել ընդդիմադիրների հետ հարաբերություններում։ Հələ մի րոպե։ Այդ ընդդիմադիրներին ու որտեղից է ապօրինի գույքը, որ մի հատ էլ եկել եք ստեղ ասում եք, որ մահակ եք դարձրել մեր գլխին այդ ապօրինի գույքը։ Այդ որտեղից ձեզ այդ ապօրինի գույքը։ Այ քեզ բան, հիմա եկել են ուզում են ուրեմն համաձայնություն ստեղծեն, համերաշխություն ձևավորեն այս հարցի շուրջ։ Եվ ուրեմն հակադրվում են այն ճարտարապետությունը, որը քանդում է նախորդիվ եղած հանրային ճակերտավոր համերաշխությունը եւ չեն ուզում, որ մեր ժողովուրդը համերաշխ եւ համաձայնություն ունենա այս եւ նախորդիվ բոլոր կառավարության ծրագրերի շուրջ, իրական Հայաստանի շուրջ, Հայաստանի Հանրապետության քարտեզի շուրջ, որովհետեւ մենք նաեւ այս դահլիճում, պարոն վարչապետ, ոչ մեկ անգամ ընդդիմադիրներին հարցրել ենք, որքան է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը քառակուսի կիլոմետրերով, այս մարդիկ չեն ասում։ Ընդհանրապես չեն ասում, անգամ ավելի հեռուն են գնում Քոչյանի դաշինքի ներկայացուցիչները։ Ասում են չենք ասի քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այսինքն սա ի՞նչ է նշանակում։ Սրա միտքը ի՞նչն է, ես ուզում եմ հասկանամ այս ընդդիմադիրների։